ստացվում, որ օրինակ հրակատարական հիմնադրամի դիտորդական առաքելությունը իրականացնող խմբի անդամները մշտապես ահազանգում են առողջության հետ կապված խնդիրների եւ բուժօգնության հրապարակման մասով։ Եվ մահվան թվերը, Իրինա Վանեսյան, մահվան թվերը կողմերում միշտ համարվել են մտահոգիչ, նույն դեղապաշտպանների կողմից։ Ուրեմն չկան հաշվետվություններ, որոնց մենք չենք տեղեկանում եւ անընդհատ բարելավում։ Նորից եմ կրկնում, եւ այդ հաշվետվություններն են հենց ցույց տալիս, թե մարդու իրավունքների պաշտպանի, թե այլ դիտորդական խմբերի կողմից, որ վերջին 5 տարիների ընթացքում ահռելի մեծ տեղաշարժ ունենք։ Իհարկե բոլոր հարցերը լուծված չեն եւ Հարգելիներս, ընդհանուր առմամբ ծառայությունների որակի հասանելիության գնահատականը բազմաբաղադրիչ ուրեմն հաշվետվություններ են։ Դուք բոլոր դրանք բաց են կարող եք ծանոթանալ, կարող ենք նաև շրջայց կազմակերպել ձեզ համար, ինքներդ տեսնեք, թե ինչպես են փոխվել պայմանները հենց ձեր աչքով։ Ես կարծում եմ դա էլ շատ կարևոր է։ Երևի թե այսքանը։ Իհարկե, նորից եմ կրկնում, մենք ունենք քրեակատարողական հիմնարկներ, որտեղ ենթակառուցվածքների առումով դեռ շատ անելիք ունենք։ Նախ մի ընդհանրական հարց, մենք այս տոնովիար գարանցի զուգություններն ենք, իսկ հետո նախորդում շարքի, ինձ հետաքրքիր թե դուք այս մոդելը ներդնելով որ երկրի փորձին եք փորձել նմանվել, այսինքն եվրոպական մոդելին, ամերիկյան մոդելին, լատին ամերիկյան, ռուսական, ես իմ կարծիքը հայտնեցի ձեզ, որ օրինակ իմ հարազատների տպավորությունները Մոսկվայում ռուսականյան հատկացնում ապա, որ ռուսական մոդելը շատ լավն էր, իրենք շատ գոհ են։ Փոխարենը շատ հայրենիքներ Եվրոպայում ապրող դժգոհ են այդ եվրոպական մոդելից, այն հայկականը որին է նման, եւ մենք որին ենք գրվում։ Սա մեկ, երկրորդը թվերի հետ է կապված հարցը, 127 միլիարդ չէ, ես ճիշտ եմ հիշում, այս տարվա բյուջեն այդ ապահովության, որը պետական սուբսիդավորումն է միայն, այդ 127-ից պետական մասով որքան է սպայդությամբ սպահվել է 6 ամիսներին, եւ դուք ասացիք, որ ավելանալու է ժահարուների քանակը, մոտ 2 միլիոնի հասնելու, եւ ըստ այդմ դուք նաեւ տարին երբ որ ամփոփեք այդ տարվա տվյալները դուք պետք է վերահաշվարկանեք եւ հասկանաք, չէ՞, ինչքան է սպառվել, ինչ կարիքներ, այսինքն որ ծառայություն ինչքան է եւ այլն։ Հիմա եթե վերահաշվարկանեք, հնարավոր է որ պոլիսի, այսինքն ապահովական փաթեթի վերահաշվարկ եւս լինի, օրինակ թանկանա 10800 ժամ ամսական դառնա այլ թիվ կամ թեկուզ իջնի եւ եթե պետք է փոխվի հնարավոր է այդ բեռը ավելանա իր հաշիվ քաղաքացիները դուք մտադիր եք ամբողջությամբ պետության հաշվին հոգնել ընդհանրապես ֆինանսական մասով փոփոխություն սպասել թե ոչ եւ ինչպես եք հայտարարելու այդ գումարները եթե բյուջեում օրինակ խնդիր լինի որ բարոյաբար նույնիսկ ծախսերի բարակամ ինչպես մենք որ բյուջեից լրացուցիչ հատկացումներ են արվում առասարակ ներողություն երկարություն սպանանում բայց ինձ մի քիչ տարօրինակ է թվում 129,600 ժամով տարեկան քաղաքացին եթե մի քանի 100,000 միլիոնի են հասնում բաները ծառայությունները, վիրահատություններ եւ այլն ու ասացին որ աննախադեպ դիմադրություն կա այստեղ 129,600 այդ բուժհաստատությունները ոնց են տեղավորվում դրա մեջ մի տեսակ չեմ հասկանում ով կոպիտ ասնաչով որտեղ ու ակցում է Ոչ մեկ ոչ միտեղ չի գցում, ամեն շատ հստակ է եւ ներառված է մեր բանում, օրենքում, կառավարության որոշումներում, հիմնադրամի մասին հիմնադրամի կողմից կայացված որոշումներում։ Ամեն անձի համար տարեկան ապահովագրավճարը 129,600 դրամ է եւ այն չի կարող տարբերակվել ըստ թե ով է վճարում ապահովագրավճարը, երբ որ դուք հարցնում եք արդյոք եթե վերանայվի ապահովագրավճարը այդ վերանայումը կիրականացվի միայն ապահովագրավճար վճարողների համար ոչ եթե ապահովագրավճարի չափը վերանայվի ապա կվերանայվի բոլորի համար եւ 65+ տարիքի անձանց համար եւ մինչեւ 18 տարեկանների համար ում համար վճարում է պետությունը այսինքն սա օրենքով սահմանված դրույթ է հստակ ապահովագրավճարը ֆիքսված է բոլոր խմբերի համար նույնական
Հաջորդիվ արդյոք կարող է փոխվել ապահովագրավճարը, այո, եւ օրենքում դրված են այդ մեխանիզմները։ Ամեն տարի հաջորդ տարվա համար ազգային ժողովին առողջապահության նախարարը ներկայացնում է ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց սպառված ծառայությունների, մատուցված այդ ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության եւ այլն, այսինքն ներկայացում են նախորդիվ տարվա արդյունքները եւ առաջարկ է ներկայացնում արդեն հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ եւ ամեն տարի ազգային ժողովը պիտի որոշում կայացնի, թողնում է նույնը ապահովագրավճարը, բարձրացնում է, իջեցնում է, թե ինչ է անում։ Սա մեխանիզմն է ինչպես է վերանայվելու ապահովագրավճարը։ Հավասարապես ավելանալու է թե անհատների թե պետության վրա, թե պետության վրա Դա էլ է կախված է տվյալ տարվա բյուջետային հնարավորություններից։ Եթե տվյալ տարվա բյուջեն հնարավորություն ունենա սուբսիդավորման, կսուբսիդավորի, չի ունենա, չի սուբսիդավորի։ Իհարկե, ոչ մի բան չի բացառվում, սա ազգային ժողովում, ինչպես ամեն տարվա բյուջեն է, այդպես է քննարկվելու է եւ ընդունվելու է։ Հաջորդիվ արդյոք մենք այս տարվա բյուջեի շրջանակներում քննարկում ենք այդ ավելացումները, մենք առաջիկա ամսվա ընթացքում արդեն այս ամփոփ տվյալներով իհարկե մեր ֆինանսական բլոկի ներկայացուցիչների հետ ունենալու են քննարկումներ 27 թվականի արդեն սուբսիդավորման ուրեմն հատվածի եւ այլնի մասով։ Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում այս պատկերը կհստակեցվի 27 թվականի ընթացքում պետությունը ինչքան է սուբսիդավորելու այն խմբերին, ում ամբողջ չի սուբսիդավորում։ Գիտեք, որ մենք նաև 6000 դրամներն ենք սուբսիդավորում, այս սրահատվածով դեռ առաջիկա 1-2 ամսում կունենանք որոշումներ։ Իսկ որ մեր մոդելի հիմքում որ երկրների փորձն է դրված, նշեմ, որ մենք ուսումնասիրել ենք Ֆրանսիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի, Հարավ Կորեայի մոդելները, ուսումնասիրել ենք նաև ԱՄՆ-ի մոդելը, որպես մասնավոր ապահովագրական մոդել, բայց մեր սիստեմը ավելի նման է Լիտվայի, Ֆրանսիայի համակարգերին եւ Նիդերլանդներինը դուալ է, այսինքն ըստ էության իրենք մի հատ ունեն ընդհանուր ապահովագրական հիմնադրամ, կառուցակարգեր, նույնը չեն անունները իհարկե, բայց հետո տրված է մասնավոր ապահովագրական ընկերություններին օպերատորությունը անելը։ Սա էլ ենք շատ երկար ուսումնասիրել ենք, բայց ի վերջո հանգել ենք, որ այս էտապում Հայաստանի տնտեսական, սոցիալական, առողջապահական կարողությունների համար մաքսիմալ արդյունավետ ձևաչափը սա է ունենալ։ Ռուսականն էլ ենք ուսումնասիրել, իհարկե, եւ նման է բավականին, այսինքն իրենք էլ ունեն մեկ OMS-ը, այսինքն միասնական պարտադիր ապահովագրական համակարգ եւ ունեն DMS, այսինքն հավելյալ ապահովագրական սիստեմ, ինչ որ առումով էլի նման է։ Իհարկե էլի որոշակի տարբերություններով, դե հասկանալով ֆեդերատիվ մեծ երկիր է, տարբեր ֆինանսավորման մեխանիզմներով, այսինքն կան նաեւ տարբերություններ։ Սա է։ Մենք հիմա հիմնադրամի միջոցով է չէ՞ սանեք բաշխում գումարները։ Այո։ Ճիշտ է, որ հիմնադրամի գործառնական ծախսերը ևս մտնել են այդ ապահովագրավճարի մեջ եւ ոչ վերահաշվարկան։ Ապահովագրական հիմնադրամի ծախսերը գործառնական այսօր էլ մտած են, ապահովագրավճարի մեջ հաշվարկված են եւ օրենքով նաեւ սահմանված է առավելագույն վարչական ծախսերին ուղղվող չափ։ Դա ապահովագրական ուրեմն համախառն բյուջեի մինչև 2%-ն է։ Ամեն տարի ապահովագրության հիմնադրամը պետք է հաստատի իր հաջորդ տարվա բյուջեն ծախսերի եւ սա է գործընթաց է, որը եւս կառավարման շրջանակներում է։ Պատրաստում են արդյոք վերանգայել այս մոտեցումը եւ երկրորդ հարցը, որոշ բուժհասարություններ ասում են, որ չեն սպասարկում ապահովագրություն, արդյոք իրավունք ունեն եւ ինչպես առողջական խնդիր ունեցողը կողմնորոշվի հրադադար դեպքում կամ առհասարակ որտեղ դիմի, որ նման
ինչպես նշեցի, մեր հերթագրման կարգում, այո, մենք հիմա աշխատանքներ ենք տանում այդ պրոցեսների ամբողջ շղթաները մի հատ վերլուծելու, մոնիտորինգ անելու, թե իրական կյանքում ինչ բարդություններ են առաջանում եւ 1-2 ամսվա ընթացքում մինչեւ սեպտեմբեր որոշակի այսպես նոր լուծումներ կգտնենք մարդկանց ավելի հարմարավետ դարձնելու եւ ըստ բժշկագիտությամբ ճիշտ լինելու, որ այդ հոսքերը ճիշտ կառավարվեն, բայց եթե հնարավոր է դրա շրջանակներում պարզեցնել գործընթացը, կգնանք պարզեցման։ Սա մեր առաջ դրած խնդիր է, որը կլուծենք։ Հաջորդիվ, ինչ վերաբերում է այո, տեսեք, ես ասացի, որ Հայաստանում գործող բուժ հաստատություններին ու ինչ ասեմ, գերակշիռ մասը 80-90% ըստ էության սպասարկում է ապահովագրություն շրջանակներում եւ սա էլ ասեմ, որ չկա բժշկական կենտրոն, ով որևէ ծառայությունով դիմաց չլինի ապահովագրական հիմնադրամին միանալու համակարգին։ Արդյոք կան բուժ հաստատություններ, որոնք որ չեն միացել համակարգին։ Այո, կան, օրինակ ունենք մենք պլաստիկ վիրաբուժության կենտրոններ, որոնք ունեն սպეციფიկ աշխատանքի ծավալ եւ ըստ էության չի խաչվում ապահովագրական փաթեթի հետ մեր։ Այո, կան, բայց դրանք շատ փոքրաթիվ են։ Եվ այո, կան անհատ կլինիկաներ, մենք նաեւ պայման ունենք, որ եթե առաջնահերթություն չկա տվյալ կազմակերպությանը հետ պայմանագիր կնքելու եւ ծավալ ապահովելու, որ մեզ համար կարեւոր է, բժշկական կենտրոնը պետք է ունենա գործունեության 1 տարի եւ միայն կարող է դրանից հետո դիմել ապահովագրական հիմնադրամին միանալու համար։ Սա էլ է դրված պայման, այսինքն մենք պիտի տեսնենք այդ կենտրոնը ինչպես է գործարկվել, քաղաքացիների հոսունություն կա, չկա, հետո նոր որոշում կայացնենք։ Իսկ ցանկը հրապարակված է, հավելվածում կարող եք ծանոթանալ, կարող եք փնտրել, կարող եք ըստ ծառայության մուտքագրել հարցումը եւ այդ ծառայության հենց հետ կապված որ տեղերում կարող եք ստանել, կբերի ցանկը, շատ հեշտ է օգտվելը։ Շնորհակալ եմ հարցի համար, ընդհանուր առմամբ 122621 հիվանդանոցային ծառայություն է մատուցել, օրինակ սրտանոթային վիրաբուժության 13203 թիվ ունենք, որը ըստ էության բավական մեծ ծավալ է, սրա մեջ մտնում են թե ստենտավորման, թե սրտի բաց վիրահատության, ռիթմավարների տեղադրման եւ սա շատ երկար տարիներ կուտակված խնդիրներով քաղաքացիները առաջին անգամ հնարավորություն ունեն ստանալու այս վիրահատությունները, որովհետեւ գիտեք դրանք բավական թանկ վիրահատություններ են։ Էնդովասկուլյար վիրաբուժություն 577 ծառայություն է մատուցված, ուռուցքաբանական ծառայություններ, ուրեմն ծառայություններ, սրանց մեջ մտնում են վիրահատական բուժումները 6543, շատ մեծ թիվ է կազմում, ուրեմն 12000-ից ավել դեպքերի թիվ ենք ունեցել միայն դեղորայքային քիմիոթերապիայի մասով։ Սա էլ գիտեք, որ մեզ մոտ դեղերի փաթեթի առումով բավական ընդլայնում ունեցանք ապահովագրության շրջանակներում, եթե նախկինում առավելագույն չափը պետպատվերի 300,000 դրամ է, հիմա այն դարձել է 1,200,000 դրամ ապահովագրության շրջանակներում, սա եւս կարեւոր է։ Ես մի դիտարկում եմ ուզում անեմ, որ մենք ինչպես որ խոսում էինք, որ ապահովագրության ներդրումը Հայաստանում դեղորայքների նաև գների վրա որոշակի ազդեցություն կունենա, մենք դրա առաջին արդեն նշանները տեսնում ենք։ Մենք երբ որ նայում ենք մեկ դեղատոմսի սպասարկման արժեքը, տեսնում ենք, որ շատ ավելի շատ դեղորայք են կարողացել ապահովել եւ միջին մեկ դեղատոմսի արժեքը ավելի նվազ է եղել։ Սա մեկ խոշոր գնորդի հենց էֆեկտն է, որ մենք տեսնում ենք։ Եվ սա մեր նաև նախընտրական եւ կարևորագույն հանձնառություններից էր, որ այո Հայաստանում դեղորայքի
մասով քաղաքացիների վրա մեծ բեռ կա, բայց այս բեռը թեթևացնելու ճանապարհը հենց ապահովագրությունն է, որ քաղաքացիները ստիպված չլինեն այդ ծանր բեռը իրենք կրեն։